Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, բարև ձեզ Տիկին Պողոսյան։ Շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով հայտարարել է, որ պատրաստվում է խմբեր ձևավորել, մարդկանց հավաքագրել եկեղեցու դեմ եւ փաստորեն այդ ամենի գլխավորողը ինքն է լինելու, ուզում են եկեղեցու դեմ ընդվզել։ Խնդրում եմ որպես իրավապաշտպան ձեր մեկնաբանությունը այս ամենի մասին։ Նախ ասեմ, որ ինձ համար եկեղեցին եւ հավատը շատ նուրբ թեմա է եւ ես ինքս հայ եմ, քրիստոնյա եմ եւ գրառումներ միշտ արել եմ եւ հայամետ եմ, իմ հողամետ եմ, ես ինձ այդ մնացած բաները չի հետաքրքրում։ Այդ առումով ուզում եմ ասեմ, որ հավատը դա այնքան նուրբ թեմա է եւ եկեղեցին մեր համար զուտ կառույց չի եղել հայ ազգի համար, դա դարերի խորքից եկող եւ մեր գաղափարախոսությունն ա եղել, թե հիմա մնացածը կասեն հեթանոսները, որ այ դրա տեղ մեյաններ ա եղել, բան ես այդ ամբողջը ընդունում եմ եւ չեմ կարծում, որ այստեղ պետքա մենք փառատոն լինի, թե ով ավելի շատ գիտելիքներ ունի, որովհետեւ այստեղ խոսքը հավատքի մասին է եւ եկեղեցին ընդհանրապես շինություն չի։ Ինչ եւ կարծում եմ, որ եկեղեցին դարեր շարունակ համախմբել է հայ ազգին եւ ինքը եղել է մեր գաղափարախոսության հենասյուներից մեկը, ինչպես նաեւ մեր դիմադրության, մեր լինելիության, մենք քիչ չի եղել դեպքերը, որ այն ծայրահեղ պահերին, իհարկե հիմա մեծ կասկածներ ունեմ, այն ծայրահեղ պահերին Facebook չի եղել, կանայք, տիկնայք, բոլոր իրենց ամբողջ ոսկեղենները բերել են եկեղեցուն դրել են, որպեսզի այդ ոսկեղենները ձուլվի եւ, չգիտեմ, պաշտպանության համար օգտագործվի։ Հիմա թե ինչ ա ուզում Նիկոլ Փաշինյանը, դա մի հարց է։ Իսկ ժողովրդին ինչ որ մեկը ճիպոտով ծեծում է, որ գնան, թող չգնան։ Ինձ օրինակ հետաքրքիր է, ինչ է նշանակում ընդվզել սեփական եկեղեցու դեմ։ Նիկոլ Փաշինյանը մարդ է։ Ոնց որ ես, դուք, բոլորս թող չգնան, իսկ ով է այդ ժողովրդին ստիպում փողը, ընտրությունն է, որ 5000 դրամով գնան։ Եթե չունեն այդ հավատը եկեղեցու դեմ, ապա ինչի դեմ։ Ստեղ գիտեք, Աննա ջան, ուրիշ խնդիր է, կարծում եմ չեք անմետ թե ձեզ այդպես եմ դիմում։ Այստեղ ես իմ գրառումներ եմ արել, որոշակի շատ նուրբ թեմա է, ես ինձ իրավունք չեմ վերապահում շատ բաներ ասելու, որտեվ դառնում ես խոցելի, որովհետև մարդիկ այդ թեմայի շուրջ տարատեսակ բաներ են գրում։ Ինձ մի բան է հետաքրքիր։ Եթե նման կոչեր լիներ մահմեդական, այսինքն սունիների, շիիտների մոտ, ինչ կլներ, եթե որևէ մեկը վեր կանար եւ խոսեր իրանց շեյխի մասին կամ այաթոլլայի մասին, որևէ մեկը, ապա ինչ արձագանք կլիներ հանրության մեջ։ Այսօր մեր հանրության արձագանքը շատ տարատեսակ է։ Մեկը գրում է, եկեղեցին սիրում եմ, վեհապարին չեմ սիրում, վեհապարին պետք չի սիրել, որտեվ ամուսնանալ չենք պատրաստվում վեհապարի հետ, որ սիրենք իրան։ Սիրեք ձեր ամուսնուն, սիրեք ձեր մերձավորին, հարևանին։ Դրա համար պարտադիր չի վեհապարին սիրել։ Իմ համար վեհապարը ոչինչ չի նշանակում, որովհետև ոնց որ եւ երկրի իշխանությունները։ Հիմա նայեք, իշխանությունները գնում են, մեր հողն ու հայրենիքը մնում է։ Այսինքն ես պարտավոր եմ բոլոր վարչապետներին ու նախագահներին սիրել, դա անում են այն շիզոֆրենիկ պուբլիկան, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկսած են սև կալգոտկաներով բանակ կար կանայք, որ քաշել էին վրաները, մինչև հիմա այս զոմբի կոչվածները պարտադիր չի սիրել որևէ մեկին եւ բացառապես անթույլատրելի է եկեղեցին հավատքը, ես կրոն չեմ ասում, հավատքը նույնականացնել եկեղեցու սպասավորների հետ։ Սա ինձ համար անհասկանալի է։ Մենք դարեդար ունեցել ենք եկեղեցի, սպասավորները փոխվել են։ Եվ որևէ մեկին անթույլատրելի է ազգի, ես չեմ ասում ժողովուրդ, որովհետև ժողովրդի մեջ չկողմնորոշված կերպարները շատ են։ Ես երեք նայեցի այրոպորտում ինչ էր կատարվում, եւ եթե այդքան մարդ լիներ Հակարի կամուրջի վրա, մենք Արցախը չէինք հանձնի։
Ես հետաքրքիր է եւ կուզենայի բոլորին հատ-հատ մոտենալ, հարցնել 10 պատվիրանները ու ոնց են իրանք ապրում։ Որովհետեւ այս շոու ծրագրերը, օրինակ ինձ կարող է իմ ասածը չհամընկնի ձեր լրատվամիջոցի ուղղության հետ կամ շատերի, բայց ես միշտ սովոր եմ ասել եմ, ինչ որ մտածում եմ, այս շոու ծրագրերը ինձ հոգնեցրել են, այս մանիպուլատիվ շոու ծրագրերը, իսկ ինչ վերաբերվում է քրիստոնեությանը, մեր հավատքին, դա է մեր հավատքը այսօր։ Հիմա եթե մեկ ասի այ դա սխալ է, մենք առաջ հեթանոս ենք, օքեյ, ձեր ապուպապերը թող հեթանոսությունը պահեին, կամ դուք հիմա պահում եք կարմիր բլուր, շատ հարգում եմ բոլորին, մասնակցել եմ որոշակի միջոցառումների եւ այլն, բայց այսօր մենք քրիստոնյա ենք, մեր երկրի համար այս օրհասական պահին, երբ որ Հայաստանը քրիստոնեության օրանն է, եւ խանգարում է այս մեծ թուրանի տարատեսակ ճանապարհներին, այսօր Վդրուկ առավոտ զարթնեցին, հիշեցին, թե վեհափառը սենց այն մեկն ենցա, ու հիշել են բոլոր են մարդիկ, որոնք գալիս են Սուրբ Հովհաննես եկեղեցին թաղման բյուրոյի պես իրանց դիակները բերում դնում են ընդեղ, այդ նույն մարդիկ են հիշել, որոնք այդ Տեր հայրին փող են տալիս, այն մարդիկ, որ ավտո են առնում, ենքան են հայերեն, ռուսերեն աբարզելի, հայերեն այդ հաբրգել տահաջ բառնա, որ գնում են իրանց ավտոյի բանալին են օժներ տալի, փող են տալիս, որոնք մարդ են սպանում, գալի խաչակնքվում են, խաչհամբյուրի փող են տալի, մեկ էլ բոլորը դարձան աստվածաբաններ ու որոշեցին, որ վեհափառը սենց այն մի տերտերը քավլիցի, դա այդպես է, պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են։ Մեր պետությունում բոլոր պարերը պարեցին, վետինգ արեցին, լուստրացիա արեցին, վնգստացող դատավորներին դատեցին, չվնգստացողներին պսակ դրեցին, այդ բոլորը պրծանք, բայց հիմա կարող եմ հատը կառույց ստեղծեն, ասենք հակակոռուպցիոն եկեղեցական կոմիտե, շատ հնարավոր է։ Ես կատեգորիկ վատ եմ վերաբերվում այս ամեն ինչին։ Սա մեր ընտանեկան, մեր խնդիրն է, եւ այս խնդիրը բարձրացնել մահմեդական աշխարհի դեմ ինչով որ մենք շրջապատված ենք, ես անթույլատրելի եմ համարում, ինչպես նաեւ անթույլատրելի եմ համարում շատ բաներ, ամեն ինչ ինձ համար սկսվեց այդ Բագրատ սրբազանից, ինձ համար թերևս այդտեղից սկսվեց։ Տիկին Պողոսյան մի կողմ դնելով հակակրանքը եկեղեցականների եւ կամ կաթողիկոսի նկատմամբ հանդեպ, ուզում եմ մի փաստ նշել, որ սահմանադրությունը արգելում է այս երկու առանձին ինստիտուտներին խառնվել միմյանց գործերի մեջ։ Եկեղեցին անջատ է։ Այո, թե արտաքին, թե ներքին գործերի մեջ։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանը ուզում վեհափառին հեռացնել Բեհարանից։ Նախ ես չգիտեմ ինքը ուզում է թե չի ուզում, որովհետեւ անում։ Գիտեք ինչ, նույն մարդը կոչեր էր անում, որ Արցախի հարցը զրույց ենք սկսելու, Արցախը մերն է ու վերջ, լուստրացիա ենք անելու, այսինքն կարող է նորից մտափոխվել։ Ես չեմ էլ կարծում, որ ինքը երբևէ մտափոխվել է, ես իր տեղը չեմ կարող պատասխանել, ես ինքը շատ պրագմատիկ մարդ եմ եւ նայում եմ եւ տրամաբանություն եմ շատ սիրում, նայում ես իրեն, թե ինքը ինչ է մտածում, կան արդյոք ներքին պայմանավորվածություններ, թե չէ, սա հերթական սցենարի մի մասն է, մերժենք Սերժին սցենարի երկրորդ կամ երրորդ սերիան, այլ մերժում ենք կաթողիկոսին։ Նման բան 2018 թվականին էլ է եղել։ Ուզում եմ ասեմ, ես չեմ կարող, ես այլոց խաղերի մեջ չեմ մտնում եւ չեմ սիրում մնացած պուբլիկայի պես վանգայություններ անել, ասենց ինչ որ խորիմաստ մի բան ասել, որ 16 հատ լայք ավելի շատ հավաքեմ, դա ինձ պետք չի բացարձակապես։ Ես չեմ մտնում, ինձ չի հետաքրքրում, եթե ժողովուրդը կլսի եւ կգնա, ուրեմն մենք դրան ենք արժանի։ Եթե ես չբերեցի ուղղակի այդ օրինակը, եթե հանգարց որևէ մեկ ասենք Չեչնիայում կամ միտեղ Իրանում միտեղ կոչ անի, թե ինչ կարող է տեղի ունենա այդ կոչ անողի հետ։ Հիմա եթե մեր ժողովուրդը սիրով, այսօր տեսնում եմ գրառումներ, հա եկեղեցուն կողմ ենք իմ գրառումներ տակ, բայց գնանք վեհափառի դեմ, որտեղ վեհափառը սենցան ենցա։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ գիշերը քնեցին, առավոտ զարթնեցին, իմացան, հա?
Կամ իսկ դատավորներն ովքեր են, ասուդի кто, կուսակրոնության մասին են խոսում, ամբողջ արժեմ լիքը ապօրինի ծնունդներ կա։ Սա իրանց սեռական կողմնորոշվածության խնդիրն է։ Իրանց սեռական կյանքի արգասիքն է։ Այո, ընդունում եմ, որ կուսակրոնը իրավունք չունի, բայց չեմ ուզում ասեմ, թե ովքեր իրավունք չունեն, նման գործունեությամբ զբաղվել, ասենք չամուսնանալ, բայց ներկայացվել որպես ամուսնացած եւ այլն եւ այլն։ Ինձ ընդհանրապես այդ ամեն ինչը չի հետաքրքրում, ես նման էժան խոսակցությունների չեմ տրվում եւ հուսամ, որ մեր ազգը այդքան կգտնի իր մեջ, ազգը ժողովուրդը չէ, այդքան կգտնի իր մեջ երևի զգոնություն, որ այս պահին, երբ որ մենք պատերազմի մեջ ենք, մենք լատենտ պատերազմի մեջ ենք անընդմեջ, խոսել մեր գաղափարախոսության, ես կրոն բառը չեմ սիրում, խոսել մեր գաղափարախոսության, քրիստոնեությունը ինքը փիլիսոփայություն է եւ գաղափարախոսություն է ինձ համար, ես դա չեմ փաթաթում որևէ մեկին, այսօր տեսեք մարդիկ ինձ գրում են, ով որ քրիստոնյա չի, դուք ուզում եք ասեք հայ չի, մանիպուլյացիա, 18 թվից ինչ սովորեց մեր ժողովուրդը, մանիպուլյացիա, այ մի բանը լավ սովորեցին, հիմա մենք բոլորս հայ ենք, կարծում եմ, իհարկե ԴՆԹ անալիզ որ արվի կպարզվի, որ լիքը չհայեր կան մեր մեջ, բայց հայ չլնելն էլ դա խնդիր չի, խնդիրը մեզ դավաճանելն է եւ մեզ դեմ լինելն է, ես հիմա կարծում եմ, որ մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք իրականում, ես զարմացա երեկվա կոչերին, հա լավ են անում, գնում են, մենք դառել ենք, նայեք, ասում ենք քրիստոնյա ենք, բայց դառել ենք կռապաշտ, մարդապաշտ, վեհապարը լինի, վարչապետը լինի, նախարագահը լինի, նախարարը լինի, դեպուտատը լինի, մենք սիրում ենք պաշտել, ոչ թե պիտի գնային վեհապարին դիմավորելու, այլ պիտի գնային եկեղեցի կողքը կանեն, ասեն, ով կգա մեր եկեղեցու դեմ, մեր հավատքի դեմ, երբ չեմ տուտ վեհապարը, հիմա վեհապարը մեռնի, քրիստոնեությունը հետը մեռնելու է, հա? Կամ իր չկուսակրոնությունը, դա բացարձակապես պետության խնդիրը չի, նամանավանդ մենք Լիխտենշտեյն չենք, էլի, նամանավանդ, որ այսօր մեր պետության առջև այն կարգի խնդիրներ կանգնած, որ երևի թե որևէ ազգի դեմ այդ խնդիրները կանգնած չի, այն որ սա խաղերը խաղացել ենք, մնացել էր մենակ այդ։ Տիկին Պողոսյան, ազգային անվտանգության ծառայությունը ունի ինչ-որ անելիքներ այս պարագայում, քանի որ բացեի բաց երկրի ղեկավարը նման կոչեր է անում քաղաքացիներին։ Ազգային անվտանգության ծառայությունը ընդհանրապես շատ բան ուներ անելու, շատ, որը չի անում, այս պարագայում ասել, որ ինքը պետք է ասի, պարոն Փաշինյան մի արա այս կոչերը, մի քիչ եկեք հասկանանք, որ շատ ծիծաղալու կլինի եւ սպասելի չի։ Ազգային անվտանգությունը շատ բաներ ուներ անելու, երբ որ ասենք միտեղ պայթյուն է տեղի ունենում եւ որևէ մեկս դրա բուն իմաստը չենք տեսնում, որ մեր երկիր ելումուտ են անում տարբեր մարդիկ։ Ես ինքս էլ եմ տեսել հենց իմ հարևանությամբ մարդիկ, որ գիշերը ամեն գիշեր 3-ին գալիս են 3:30 օտար երկրա մեծ պայուսակներով շարունակական դուրս գալիս, այսինքն հասկանալի որ մեծ պայուսակների մեջ բաբլգամ չեն տանում, որ հանձնեն գիշերը վաճառելու եւ այլն եւ այլն։ Ազգային անվտանգության ծառայությունը գիտեք ինչ, մյուս կողմից չեմ պատկերացնում, ասում եք Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, առաջարկն է ծնում պահանջարկ, գործողություններ չեն կարող իրականացնել, կարող է բացի կոչերից, Նիկոլ Փաշինյանը, մի րոպե ինքը գնալու է ժողովրդին ծեծի ասի տներից դուրս եկեք, եթե այս ժողովուրդը, նայեք, եկեղեցին չի պատկանում ժողովրդին, էլի ժողովուրդն էլ է, սա երկու ստեկ կապ է, հասկանում եք, ժողովուրդն էլ է պատկանում, ժողովուրդը որպես հոտ պատկանում է եկեղեցուն։ Եթե այս ժողովուրդը գտնում է, որ ինքը այլ կարգավիճակում այլ կերպ կարող է ապրի եւ պետքա գնա եկեղեցիները, ասենց ասած չեմ ուզում այդ չուլանոց բառը նույնիսկ ասեմ, որտեվ դա իմ համար, չգիտեմ, այսինքն եթե մարդիկ գտնում են, որ պետքա գնան հարցակվեն եկեղեցու վրա, այդ դեպքում ուրեմն մենք արժանի չենք այս հողին,
Մենք արժանի չենք այն հավատքին, որ մենք ունեցել ենք, ու ընդհանրապես մենք ապրելու արժանի չենք։ Այսինքն ԱԱՑ-ն շատ բան կարող էր անել, բայց ես չեմ պատկերացնում։ Ստեղ ավելի շատ ասենք ինչ անեն, կարմիր բերետներն է գնան հիմա ծեծեն եկեղեցու դեմ ընդվզողներին։ Սա գիտեք ինչ, սա նայեք հավատքը դա մարդու եւ Աստծո միջի կապն է, որը ինձ համար շատ ինտիմ բառ ասեմ երևի, ինքը շատ տենց ներանձնական խնդիր է։ Եվ եթե մարդը այն կարգի է ստահակացել, ստորացել, որ պաշտոնի համար, պաշտոնավոր քեռու համար, չգիտեմ, այսինքն իր անձնական շահը ավելի բարձր է դասում իր ազգի շահից, ինչը մենք տեսանք Արցախի ժամանակ, միգուցե եւ մենք արժանի չենք այս սուրբ հողը բնակեցնելուն։ Ես այստեղ ոչ թե ԱԱՑ-ի, այլ կոչ եմ անում մեր ժողովրդին իրականում մի բան սթափ լինել, էլի։ Այդ փողոցային շոու ծրագրերը ինձ վրա ազդում է։ Ես դեռ 2 տարի առաջ էլ դուք ինձնից հարցազրույց եք վերցրել, կարծեմ Բագրատ Սրբազանի մասին եմ խոսացել, եւ իցավս ինձ չեմ սխալվել, ես շատ կուզենամ սխալվեմ, չեմ սխալվել, որովհետեւ այդ անպատասխանատու այս ընկնել փողոցները, անպատասխանատու միջոցառումներ, բան չի մա որևէ մեկը չի կանչում։ Բագրատ Սրբազանին հարցնի Բագրատ ջան, 60-70 հազար հոգի մարդ կար, այսինքն մեր ազգը սիրում է եկեղեցին։ Իդեմս քեզ չեն պատկերացնում, որ դու Աննա Հակոբյանի ֆոնդի տնօրենն ես եղել, այսօր դուրս ես եկել, որ մարդիկ տեսնեն թե արդյոք եկեղեցու դերը բարձր է, հայ ժողովուրդը հետևից դուրս է գալիս։ Սա իմ դիրքորոշումն է։ Այո, դա ուղղակի ինդիկատորի պես տեսան, որ հա, այլ պատասխան չկա։ 70 կամ 60 հազար մարդ էր դուրս եկել, բա ինչ եղավ։ Այն որ ասում են հեսա 5 րոպեից 10 րոպեից, բա ինքը Աստծո ծառա է, ինքը ժողովրդին իրավունք չունի խափի։ Ինչը խափեց։ Ուզում եմ իմանամ, այս անպատասխանատվությունը մեր ժողովրդի հիշողությունը կարճա դուրս եկան փողոց, գնացին, գոռացին, եկան տունը նստեցին։ Մեկը չի կանչում, ասի մի արի ստեղ։ Ինչը քեզ խանգարեց։ Եվ այո, տեսնելով թե Տեր Սրբազանա, չգիտեմ ինչ այդ Բագրատը, դրա հետևից ինչքան մարդ էր գնում, երևի թե այս իշխանությունները, որոնք հայամետ չեն, որոշեցին, որ հիմա էլ պետքա եկեղեցիները գրոհել, որովհետև տեսան այդ մեծ քանակը, որտեվ այլ մարդ, որ այդքան մարդ են իշխան Սաղաթելյան բան են, որ պալատկա դրեցին, հանեցին, տենց մի տոննա մարդիկ տեսան, որ մենք հեսա 5 րոպեից ռիվոլյուցիա ենք անում, իրանց հետևից էլ այդքան մարդ դուրս չէր գալու, վերջին լծակը օգտագործեցին, բերեցին եկեղեցական Բագրատի եւ մեր ժողովուրդը քրիստոնյա լինելով էլի նույնականացրեց այդ Բագրատին քրիստոնեության հետ, ոնց որ հիմա ու դուրս եկան։ Հիմա ինձ հարց էր, հոպա էր տարել Բագրատ Սրբազանը այդ 60 հազար մարդուն, պրագուլկայի էր տարել, Երևանով էքսկուրսիա էր անցկացնում, թե սա եւս մշակված սցենար էր, որ տեսնեինք, թե արդյոք ժողովրդի մեջ հավատացյալներն ինչքան են, եկեղեցական տեսնելով ինչքան մարդ կգնա եկեղեցական հետից, որ էդ էլ տապալենք ու պրծնենք։ Տիկին Պողոսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ այս մենք հիմա լատենտ պատերազմական իրավիճակում ենք, չեք կարծում, որ այսպես հասարակությանը իրար դեմ տրամադրելով քաղաքացիական պատերազմ բնականաբար, բայց լսեք ասեմ, եթե մի մարդ անունը ինչ ուզում ա լինի, վարչապետը լինի, եթե մի մարդ իզորու է, այսքան, նայեք, այսքան տարիներից հետո էլի մի բան ասի, եւ մի մարդու ասելով պետքա արճակատվեն, բրչեն դուք այդ մարդը, թող չարճակատվեն, այսինքն, այո, քաղաքացիական պատերազմի կարող են գնալ այն պարագայում, երբ որ մարդիկ ողջամիտ չլինեն, բանական մարդը անասունից տարբերվում է նրանով, որ ինքը ունի ուղեղ, ունի հավատ, կլինի հեթանոս, կլինի Կրիշնայից, չգիտեմ, այդ ամեն ինչն էլա չէ ստեղծվել նրա համար, որպեսզի համախմբվի։ Բայց եթե մարդը չունի այդքան մտածելակերպ, այլ մտածում է, որ գնամ այս սրա դեմ, եթե Նիկոլին չեմ սիրում, գնամ Վեապարի կողքը կանեմ, եթե Վեապարին չեմ սիրում, գնամ Նիկոլի, մենք մի հատ խնդիր ունենք։ Ինչ խնդիր։ Գիտեք որն է մեր խնդիրը։ Մենք երբևէ հանուն չենք պայքարում։ Մենք պայքարում ենք ի հակառակ։
Այսինքն եթե ես այսօր ասում եմ ես եկեղեցուն պաշտպանում եմ, ինչ որ մի ապուշ ինձ գրում է, հայրը հեթանոս են եղել։ Դու էլ եղի։ Այսինքն հասկանում եք, սրանք չեն կարողանում պահի լրջությունը հասկանան, իրականում չեն կարողանում պահի լրջությունը հասկանան։ Մենք պետքա պայքարենք հանուն մեր միասնության։ Իսկ մենք արդյոք ունենք հոգևոր միասնություն։ Հայաստանում 6000-ից սեկտա կա։ Կա կարծիք, որ աղանդավորական ինչ որ մարդկանց են փորձում տրամադրել։ Ասեմ, եւ դա ինձ համար ապրվող կարծիք է, ասեմ ինչի համար։ Դեռ 2021 թվականին ընտրություններից առաջ ես բարձել եմ, այսինքն մենակ ես չէ, աղանդավորների քանակը Հայաստանում։ Ասենք հիմա ես դες էլ հարցնամ, ինչքանի հոգի կլինի։ Մոտավոր ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ 331,000։ Այսինքն դա քո ընտրազանգվածն է այսօր։ Դա այն ընտրազանգվածն է, որտեղ շրախկ, այնտեղ հետևից գնալու են Նիլսի դուդեչկայով։ Եվ հիմա հարց եմ տալիս, այս առաջի քրիստոնյա ազգ ոնց որ մենք ենք մեզ համարում։ Ինչն է պատճառը եղել այդքան սեկտաների ստեղծվելու, այդքան կրոնական խմբակների ստեղծվելու։ Հա, հենց այն, որպեսզի մենք չլինենք միասին։ Տեսել եք որևէ մեկի կողմից, որ իրենք էլ են պաշտում Սուրբ Երրորդություն։ Մեկն ու մեկը պատասխան տար։ Ընդհանրապես այս իրողությանը ոչ, որտեղ այս ամեն ինչը ծրագրված գնում է։ Եվ այս ամբողջ ծրագրերը այստեղ հիմա ինձ կասեմ, որ ես Նիկոլական եմ, բայց ես Պողոսյան եմ, իմ հորական եմ։ Սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ բոլորը մուտք գործեցին Հայաստան։ Բոլոր այս կրոնական։ Ես դեմ չեմ որևէ մեկին, բայց դեմ եմ, երբ որ իրանց խմբակներով փորձում են որոշել մեր երկրի ճակատագիրը։ Իրանք կարող են գնալ մի հատ կղզի, իրար հետ անել իրանց ծեսերը, իրար միջից սատանա հանել, այն պլաշ գցել ու բոլորը ընկնեն, հասկանում եք, այս մանիպուլյացիաները ապուշացրեցին մի մասին, ապուշացրեցին, սրանց ուղեղը դառել է սենց սպիտակ։ Եվ մենք եկանք այսօր սրան, ես անթույլատրելի եմ համարում, սա շատ նուրբ թեմա է, ես էլ եմ ասում, ես թեոլոգ չեմ, ես ընդհանրապես որպես մարդ, որպես քրիստոնյա, հայ, որպես իմ հողը սիրող, սա կարող է բերի շատ անդառնալի հետևանքների, մեզ պետքա ողջամտություն եւ որևէ կողմից պետք չի այդ պուբլիկան հավաքել, այս կողմից եթե հավաքում են, մյուս կողմն էլ է հավաքվելու եւ կարող է լինի արճակատում, բայց երևի վերջի բառերն ասեմ, ես կարծում եմ, որ հավատը չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար, դա անբարոյականության ամենագերադրական աստիճանն է եւ ոչ մենակ վարչապետի կողմից, այլ երկուստեք 26 թվին, ով որ պատրաստվում է ընտրությունների, հիմա էլ վերցրել են մեր հավատը շահարկում են իրանց աթոռի եւ իրենց ունեցած գույքը պահելու համար ավելի լավ կլիներ նման ջատագովությամբ դուրս գային հակակոռուպցիոն պայքարի կամ դուրս գային մեր համար սրբություն հանդիսացած Արցախը պահելու համար։ Ես Հակարի կամուրջի վրա չտեսա այդքան մարդ, ինչքան երեք աերոպորտում էին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ հյուրս իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էր, իսկ Եվրոմեդիային հետևեք նաև Instagram-յան, Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում։ Կհանդիպենք։